Բարի օր հարգելի հետևորդներ, մենք կրկին ուղիղ եթերում ենք, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից եւ աշխարհից։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյան Նասուրիսը հրավիրել, ինչը հայտարարել Սրբազանը։ Եպիսկոպոսած ժողով ազգային եկեղեցական ժողովի օրակարգը մշակելու համար սրբազանները բանտից դիմել են վեհափառ հայրապետին։ Երևանում օդը վտանգավոր է առողջության համար, ակտիվիստները բողոքի ալիք են բարձրացրել, ինչ են պահանջում քաղաքային իշխանությունից։ ԱՄՆ Ուկրաինա բանակցության հերթական փուլը Մայամիում, ինչ են քննարկել կողմերը։ Զենք արտադրող 100 խոշորագույն ընկերությունների եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային ցուցանիշի, ինչ է ցույց տալիս վիճակագրությունը։ Տեսագրությունները կեղծ են, հայտարարել է Արշակ Սրբազանը։ Նրա խոսքով այն, ինչ վերագրվում է իրեն, բացարձակ կապ չունի իր կենսագրության հետ։ Սրբազանը հիշեցրել է, որ հատկապես 2020-ից հետո նա դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, պահանջել է նրա հրաժարականը, ինչի համար էլ դարձել է թիրախ։ Ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով կարող են ստիպել հրաժարվել իր գաղափարներից։ Որևէ սպառնալիք, որևէ տեռոր չի կարող ինձ ստիպել անել բաներ, որ իմ համոզմունքներին դեմ է, ասել է Սրբազանը։ Սկսենք նրանից, վեհափառը մենակ է մնացել, թե ոչ։ Իհարկե վեհափառը մենակ չի մնացել։ Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ վեհափառի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհափառի շուրջ եւ ավելին ասեմ ձեզ, եթե անգամ վեհափառը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ վեհափառը պաշտոնաթող է եւ վեհափառը
հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Արշակ Սրբազանի ասուլիսին ուղիղ միացմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Պատարակ, վանկարկումներ ու բերման ենթարկվածներ։ Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են Կիրակնորիա պատարակին։ ABC մեդիայի աղբյուրները հայտնել էին, որ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայող բոլոր քահանաները հրաժարվել են 3 պատարակ մատուցել։ Ի վերջո պատարակը մատուցել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը։ Սակայն հավատացյալները վեհափառի անվան զեղչումից հետո վանկարկել են ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի թիկնապահները հեռացրել են նրանց եկեղեցուց։ Ուժ կիրառելով եկեղեցուց հանել են իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը մենակ չէր, որ ներկաներին հիշեցրել է, որ գործող ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Վեհափառի անունը եկեղեցում հնչեցրել է նաև ակտիվիստ Հայկ Դորունցը, որին 1 ամիս առաջ Հովանավանքից բերանը փակելով դուրս էին բերել։ Դորունցն ասել էր, որ կարգալույց քահանան չի կարող պատարակ մատուցել։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածն առաջարկում եմ դիտել կադրերով առանց մեկնաբանության։ Կաթողիկոս Գարեգին II, տեսո մամա այս ծնունդն է, ռուզա շորավոր։ Հավանաբար տեսավ, որ կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Կաթողիկոսը, բայց խեղ գլուխը որ գուցե երկարկում, ինչ ա եղել։ Եղբայր գնացեք քաշում չափը տալը, ինչ արել է տղենք հետ։ Ինչ ում տարանիչ համար Հայկն էր Դորունց, այն հատվածը, որտեղ պետք է կաթողիկոսի անունը տան, մի խումբ հավատացյալներ եւ չտվեցին։ Այսինքն գրաքննել են։ Սա իսկական պատարակ չի էլի։ Ինչ որ մեկը որոշել է, որ պետք է կաթողիկոս Գարեգին II-ի անունը չտան։ Ու այդ մասը զեղչում են, չեն տալիս։ Այնտեղ մի խումբ հավատացյալներ գոռացին կաթողիկոս Գարեգին II։ Հա, ու Հայկին տարան։ Շատերն են գոռացել։ Մենակ Հայկը չի գոռացել։ Չգիտեմ ինչի է հենց իրեն, երևի որովհետև անցած անգամ Հովանավանքում ինքը բան արեց, գոռաց Ստեփան Ասատրյան իրավունք չունես, երևի հայտնի էր դա արել ու դրա համար իրան տարան։ Հիմա պետք է հասկանալ որտեղ է Հայկը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել։ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը պատարակին չհնչեցնելը շեղում է համարվում եւ Սուրբ Պատարակի խորհրդի աղճատում։ Թեմի հոգևոր սպասավորները դատապարտում են Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավը եւ նույն շրջանակում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց եւ պարակտիչ մոտեցումները։ Թեմը շեշտել է, որ այս հայտարարությանը չի միացել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը Հակոբ Քահանա Սարոյանը, որը երկար տարիներ ծառայել է Մոսկվայում։ Միքայել arczepiskopos Աջապահյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը համատեղ հայտարարություն են տարածել։ Սրբազանները դիմել են վեհափառ հայրապետին խնդրելով հրավիրել եպիսկոպոսատ ժողով քննարկելու արկա հարցերը եւ պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված 3 սրբազանների մասնակցությունը։ Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խորցավով կատարել հետևյալ հայտարարությունը։ Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը դավադիր գաղթագողի վարքով։ Դատապարտում ենք աշխարհիկ իշխանությանը, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց ուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։
Զուգահեռ գրքերը չեն հանդարտվում նաև Արցախի թեմում։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից միայն օրեր անց է որոշել հայտարարություն տարածել։ Նրա խոսքով հանդիպմանը մասնակցել է որպես Մայրաթորի եպիսկոպոսած հանձնախմբի անդամ եւ այն որևէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի եւ մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։ Եղել եմ կամ եւ միշտ լինելու եմ իմ հոտի կողքին իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ եւ հավատում եմ, որ ամենազոր Աստծո ողորմածությամբ մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով Արցախի պետական հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։ Թեմի առաջնորդի Փաշինյանի հետ հանդիպումն ու դրան հաջորդած հայտարարությունը միանշանակ չեն ընդունել ոչ Արցախի թեմական խորհուրդը, ոչ էլ արցախցիները։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով թեմական խորհուրդը համաձայն չէ Վրթանես եպիսկոպոսի կեցվածքի ու դիրքորոշման հետ։ Հովհաննիսյանի խոսքով Սրբազանն իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։ Իսկ պատարագին զուգահեռ հավաք էր Երևանում Արցախի թեմի առաջնորդարանի մոտ։ Պահանջում էին, որպեսզի թեմի առաջնորդը Վրթանես Սրբազանը ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Բացի այդ, ուզում էին հանդիպել Սրբազանի հետ, որպեսզի բացատրություն ստանան։ Տեսով որպես արցախցի ներկայացել եմ այստեղ, որպեսզի փորձեմ խոսել Վրթանես Սրբազանի հետ, հասկանալ իր պահվածքի պատճառը եւ հասկանալ թե որն է այն պատճառը, որ պայմանավորված ինքը ձեռք է սեղմում եւ խոնարհում այն անձեր չէ, որ այսպես ասած թքած ունեն վերաբերմունք է ցուցաբերում արցախցիների նկատմամբ եւ Արցախի նկատմամբ, որ մեծ արշավ է սկսել ճահապարի նկատմամբ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս Շվեյցարիայում տեղի ունեցած միջեկեղեցական հանձնաժողովը բացառել է Արցախի վերադարձի հարցը եւ գերիների հարցը։ Մի խոսքով, ինչ վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախի եւ արցախցիների նկատմամբ բոլորս եւ մեզ շատ հետաքրքիր է, թե ինչպես է Արցախի թեմի առաջնորդը իրեն իրավունք վերապահում նման հարգանքի, այսպես ասած, տուփ մատուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Սա բոլոր արցախցիների մոտ զայրույթ է առաջացնում եւ Ակտիվիստները բողոքի երթ են կազմակերպել ընդդեմ Երևանում օդի աղտոտվածության։ Ակցիայի մասնակիցները շարժվել են Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, շարունակվել Հյուսիսային պողոտայով եւ Օպերայի շրջակայքով, ապա շարունակվել Մաշտոցի պողոտայով։ Ակցիան ավարտվել է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ մասնակիցները հանդես են եկել իրենց պահանջներով եւ բողոքի ելույթներով։ Հետևորդներ այժմ մենք Մաքուր! 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 Մաքուր օդ! 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 Махур! Если сейчас будет кого-то желающих, просто желание выйти и выступить, Իսկ որ օղակի պատասխանատվության տիրույթում է մայրաքաղաքի օդի աղտոտվածության հարցը։ Մայրաքաղաքում մաքուր օդը դարձել է անհասանելի ճոխություն, իսկ խոր շունչ քաշելը վտանգավոր։ Բնակիչը պատասխան է պահանջում քաղաքային իշխանությունից, իսկ քաղաքային իշխանությունն ասում է, որ խնդիրը հրդեհներն են, այրվող տերևները եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Փակ շրջառություն եւ չլուծվող խնդիրների փակ շրջապտույտ, երբ կշնչի Երևանը, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Երևանի շնչառությունը փակ է, իսկ մայրաքաղաքում բնակվողների համբերության բաժակը կարծես թե լցվում է։ Եթե պետքա բիզնեսներ փակվեն։ Եթե պետքա առանց կատալիզատոր մեքենաները տուգանվեն։ Եթե պետքա շինթույլտվությունները հետ վերցնեն։ Որովհետև օդի աղտոտվածությունից վտանգավոր ոչ մի բան չկա։ Մարդ կարա ինչ-որ բան չուտի, ինչ-որ բան չխմի, բայց շշնչել մի քանի րոպեից ավել չի կարա։ Սեզոնով պայմանավորված աղտոտված օդը երկար ժամանակ մնում է մթնոլորտի ստորին շերտում նստած։ Արտանետումները շատ են, հակազդող գործիքներ գրեթե չկան։ Մինչ մարդիկ համատարած փոշու ամպերի մեջ փորձում են վերագտնել երբեմնի բաց շնչառությունը, հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊԱԱԿ-ը գրում է. Իսկ դուք գիտեք, որ բնական աղբյուրներն են աղտոտում օդը առանց մարդու միջամտության։ Օդի աղտոտումը միայն ավտոմեքենաների, գործարանների կամ արդյունաբերության արդյունք չէ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը նշում է, որ ժամանակին հանքերի դեմ պայքարող մեկ շնչի հաշվով բնապահպանների թվով Հայաստանը աշխարհում վստահ առաջատարն էր։ Հիմա այլ հարցում է առաջատար։ Ամբողջ տարվա հաշվարկով օդի միջին աղտոտվածությամբ գերարդյունաբերական Շանհայը ավելի լավ վիճակում է, քան Երևանը, իսկ օդը թունավորելու համար միայն հանքեր պետք չեն։ Պետք է սարսափելի կառավարմամբ քաղաքային աղբավայր, պետք են Ղազախստանի ավտոսվալկաներից անվերահսկելի ներկրվող անհամար մեքենաներ, զրո բնապահպանական կառավարմամբ շինարարություն, զրո կառավարմամբ անասնապահություն ու գյուղատնտեսություն, ներառյալ Երևանի ծայրամասերում եւ էլի այսպիսի պարզ ու հանքերի հետ կապ չունեցող բաներ։ Պարտադիր պայման է նաեւ այս ամենը չնկատող բնապահպանների առկայությունը։ Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորիա Բուրնազյանը ասում է, որ օդի աղտոտվածության թույլատրելի կոնցենտրացիայի ցանցումը նոր խնդիր չէ։ Հիմա գումարվել են նաև այլ արտանետումներ եւ ստեղծվել է նման տխուր պատկեր։ Շինարարության ոլորտից էլ մեր մոտ շատ արտանետումներ լինում։ Ճիշտ է, մշակվել են մի շարք կարգավորումներ, որպեսզի նվազեցվի փոշու արտանետումները, բայց մենք տեսնում ենք, որ այդ կարգավորումները, այն կանոնները, որոնք նախատեսված են, դրանք է պատշաճ չեն կատարվում։ Մենք ունենք Երևանում հանքեր, որոնց տարածքից եւս փոշի է արտանետվում։ Այս ամբողջ համալիր այս արտանետումների փունջը բերում է այն վիճակին, որը մենք ունենք հիմա, իսկ այս եղանակին նաև տեսնում ենք տերևաթափ ու ծառերն էլ չեն կարողանում կլանել փոշի։ Հանքերը շահագործվում են բաց եղանակով, բնապահպանական միջոցառումներ չեն արվում։ Կանաչապատ տարածքների կորուստը լրջագույն խնդիր է։ Առողջապահական նորմերին դեռ չենք հասել 1 քառակուսի մետրի ցուցանիշով, թե մեկ շնչին պետք է մինիմում 9 քառակուսի մետր մենք ունենանք կանաչ տարածք, մենք դեռ այդ ցուցանիշին էլ դեռ չենք հասել։ Բնապահպան Գագիկ Սուխուդյանը օդի աղտոտվածության այսպիսի բարձր ցուցանիշների գլխավոր պատճառն ու Բարաշենի աղբավայրն է համարում։ Ասում է, արդեն 40-ից 50 տարի խոսվում է այս խնդրի մասին։ Սովետաշենը դա ոչ թե ռեգուլար է, ոչ թե չեմիսորը, միջնադարյան ձև վերացնելու։ Մենք պետք է կառուցենք աղբավերամշակող գործարան։ Բնապահպանը հիշում է մոտ 35 տարի առաջ Գերմանիա կատարած գործուղումը, պատմում փորձի մասին։ Եթե դուք մտնեիք այդ գործարանը, աղբավերամշակման գործարանը, դուք ոնց է կմտնեիք հիվանդանոց, սպիտակ խալաթներով, աղբը գալիս է գործարան, աղբը տեսակավորում են եւ այդ գործարանները միակն են, որ հումքի համար չեն վճարում իրանք, հումքի համար փող են ստանում։ Համենայն դեպս ինչ վերաբերում է թունավոր օդի մեջ ապրելուն, ապա բնակիչները ոչ թե խնդիրը լուծելու, այլ գոնե խնդրից պաշտպանվելու համար են լուծումներ փնտրում։ Օրինակ, օդը մաքրող սարքեր են փորձում տեղադրել իրենց տներում։ Իսկ քաղաքապետարանից փոխանցում են, որ տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից։ Ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մայամիում տեղի է ունեցել Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումը։ Բանակցություններին ամերիկյան կողմը մտադիր է հարթել տարածքային հարցերի եւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առկա տարաձայնությունները։ Խոսքը միայն պատերազմի ավարտի մասին չէ, այլև դրանից որպես անկախ եւ ինքնիշխան պետություն դուրս գալու մասին է, որին այլևս չի սպառնա պատերազմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 334-ի, բնակավայրերը թաղված են ցեխի մեջ։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Թայլանդում, Մալայզիայում ջրհեղեղների պատճառով զոհվել է ավելի քան 900 մարդ։ 43995 մարդու տեղափոխել են պետական սոցիալական ապահովության կենտրոններ, այն բանից հետո, երբ նրանց տները ավերվել են մեկ շաբաթ տևած հորդառատ անձրևների պատճառով։
Զենք արտադրող 100 խոշորագույն կազմակերպության եկամուտներն անցյալ տարի հասել է ռեկորդային 679 միլիարդ դոլարի, ինչը 5.9%-ով ավելի է 2023 թվականի համեմատ, հայտնել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը, զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ իր զեկույցում։ Զենքի համաշխարհային վաճառքից եկամուտները կտրուկ աճել են 2024 թվականին Ուկրաինայի եւ Գազայի պատերազմների պատճառով պահանջարկի աճի, գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության եւ ռազմական ծախսերի կայուն աճի ֆոնին։ Հիմնական աճը բաժին է ընկնում եվրոպական եւ ամերիկյան ընկերություններին, սակայն տարեկան աճ է նկատվել նաեւ աշխարհի բոլոր տարածաշրջաններում, որոնք ներկայացված են առաջին հարյուրյակում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին ներման խնդրանքով դիմել է նախագահին։ Նախագահի գրասենյակի պատասխանը չի ուշացել։ Նախագահը պատասխանատու եւ բարեխղճորեն կքննարկի խնդրանքը, լսելով բոլոր կարծիքները, հայտնել է նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել հերցոգին, կոչ անելով դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ուկրաինական հակամարտության հարցում ժամանակը Ռուսաստանի օգտին է, այլ ոչ Ուկրաինայի, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Die Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Ժամանակն է հրաժարվել պատրանքներից եւ նայել իրականության աչքերին։ Սթափեցնող իրականությունը ներկայացված է ամերիկյան խաղաղության ծրագրում, ասել է Հունգարիայի վարչապետը։ Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ըստ նրա պետք է շարունակի գոյություն ունենալ որպես բուֆերային պետություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիայից հետո երկօրյա այցով ժամանել է Լիբանան։ Նա միջերկրածովյան այս փոքր երկիր է ժամանել պետության համար դժվարին ժամանակաշրջանում, տարիներ տևած ճգնաժամերից հետո։ Նա կատարել է իր նախորդի Ֆրանցիսկոս Պապի խոստումը, որը տարիներ շարունակ ցանկացել է այցելել այս երկիր, սակայն չի կարողացել դա անել իր վատթարացող առողջական վիճակի պատճառով։ Airbus կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում A320 ընտանիքի նշանակալի թվով ինքնաթիռներ ծրագրային ապահովումը շտկելու համար։ Ոլորտի աղբյուրները հայտնել են, որ սա կխաթարի ինքնաթիռների համաշխարհային պարկի կեսի աշխատանքն ազդելով մի քանի հազար ինքնաթիռների վրա։ Սա կարող է հանգեցնել չվերթների, չեղարկումների եւ ուշացումների Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում տարվա ամենածանրաբեռնված շրջանում։ Լատվիայում արգելել են պաշտոնատար անձանց լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը համացանցում, այդ թվում նախագահի եւ վարչապետի։ Պաշտոնյաներին տեսանկարահանելն ու լուսանկարելը թույլատրվում է, սակայն կադրերն առցանց հրապարակելը արգելվում։ Խախտումները կարող են հանգեցնել վարչական տուգանքների, որոշ դեպքերում քրեական հետապնդման։ Ինդոնեզիայում ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը, եւս 406 մարդ անհետ կորած է համարվում։ Կոնգոյում կառուցվել է $2 միլիոն արժողությամբ փայտե կամուրջ, որը փլուզվել է հենց բացման ժամանակ։ Տասնյակ մարդիկ հայտնվել են ջրում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն, հաջողություն։